Բարև ձեզ սիրելի հետևորդներ, ինչպես հիշում եք, օրեր առաջ տեղեկացրել էի, որ պատրաստվում եմ առաջիկայում անդրադառնալ մի քանի հարցի, որոնք սպառողները բարձրացրել են լոբինգ ընկերության գործունեության հետ կապված։ Առաջին հարցը հետևյալն է, որ անձը պատվիրել է կանացի հագուստ եւ փոխարենը իդենտիֆիկացվելուց եւ բոլոր համապատասխան գործընթացները անցնելուց հետո իրեն է հասել եւ տրամադրվել մանկական կոշիկ։ Եվ բոլոր պնդումները, որ սխալմունքը տեղի է ունեցել լոբինգ ընկերության պահեստում կամ նրանց մեղքով պատի են բախվել եւ լոբինգ ընկերությունը փաստարկում է, որ խնդիրը ծագել է վաճառողի կողմից, այսինքն վաճառողն է լոբինգի պահեստ հասցրել այլ ապրանք եւ դա կլիներ տրամաբանական, եթե համապատասխան ապացույցները տրամադրվեին ուրեմն գնորդին, վերջինս էլ կարողանալ իր հարաբերությունները ճշգրտել վաճառողի հետ, բայց դա տեղի չի ունեցել եւ խնդիրը այսօր մնում է չլուծված։ Երկրորդ խնդիրը, որն առաջացել է, գների փոխարեն ծառայության հարցն է, որտեղ անձը պատվիրել է կանացի կոշիկներ եւ դրա փոխարեն ստացել տղամարդու կոշիկ, ընդ որում վճարել է ինչպես սխալ իրեն տրամադրված ապրանքի քաշի գումարը, այնուհետև հետ վերադարձի համար եռակի քաշի գումարը գերազանցող եռակի անգամ գումար։ Այս խնդիրները իրականում պրոբլեմատիկ են, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ տևական ժամանակ է տևում լոբինգ ընկերության աշխատակիցների հետ այդ հարաբերությունները պարզելը եւ փորձել հասկանալ ինչպես վարվել, հա, եւ փոխհատուցման հարցի թեմա անգամ չի քննարկվում, օրինակ առաջի տարբերակի դեպքում։ Եվ ի պատիվ իրենց պիտի ասեմ, որ անմիջապես իմ ստորիից հետո լոբինգ ընկերության ներկայացուցիչները կապվեցին ինձ հետ եւ հայտնեցին պատրաստակամություն խնդրին լուծում տալ եւ անդրադառնալ հարցի դետալներին, որպեսզի պարզ դառնա դա մեկանգամյա բնույթ է կրում, թե իսկապես համակարգային է աշխատակիցների խնդիրն է, թե ընկերության դիրքորոշումը։ Եվ ես պատրաստվում եմ այդ տեղեկությունները, ինչպես նաեւ այն տեղեկությունները, որոնք այս պահին այս տեսանյութի ներքո մեկնաբանությունների տեսքով դուք ինձ կտրամադրեք, փոխանցել լոբինգ ընկերությանը։ Միևնույն ժամանակ խնդրում եմ ձեզ, որ եթե նմանատիպ դեպքեր եւ այլ դեպքեր եւս գիտեք, համակարգային բազմաթիվ կրկնվող դեպքեր, ինչպես լոբինգ, այնպես էլ Օնեքս ընկերության գործունեությանն առնչվող եւս թողնել մեկնաբանություն։ Բանն այն է, որ այս երկու ընկերությունները այս ոլորտում գերիշխող դիրք են զբաղեցնում եւ պարտավոր են ըստ էության հասցեագրել սպառողների կողմից բարձրացված հարցադրումները, հատկապես նրանք, որոնք համակարգային բնույթ են կրում։ Եղեք տեղեկացված, ես անպայմանորեն խնդիրները կներկայացնեմ երկու ընկերություններին եւ նրանց լուծումների, նրանց մոտեցումների մասին կտեղեկացնեմ հանրությանը, իսկ խնդիրների անպատասխան մնալու դեպքում անպայմանորեն դրանք կհասցեագրվեն համապատասխան հանձնաժողով, որը պետք է զբաղվի այս ընկերությունների գործունեությամբ եւ հանձնաժողովի արձագանքի մասին եւս կտեղեկացնեմ հանրությանը։ Ձեզ լավ օրեր։